Սուրճ ու սեր առավոտից։ Բարի լույս հարգելի ռադիոլսողներ, ձեզ ասում ենք ողջույն եւ իհարկե առաջարկում մոտակա 1.5 ժամը մնալ հանրային ռադիոյի ուղեկցությամբ։ Լուսինե Մուրադյանն ու Վեգա Անդրեասյանն են ողջունում Սուրճ ու սեր առավոտից ծրագրի շրջանակում դուք միացել եք մեզ եւ հուսով ենք, որ ինչպես Լուսինեն արդեն նշեց, մեզ հետ կմնաք մինչեւ եթերաժամի վերջը 55-3702 հեռախոսահամարով կարող եք զանգահարել, դուք նույնպես բարի լույս մաղթել մեր շատ սիրելի ռադիոլսողներին։ Նաև մեզ։ Նաև մեզ։ Ու մեր գործընկերներին, ինչպես միշտ դուք շռայլ եք այդ հարցում, շնորհակալ ենք ձեզ հարգելի ռադիոլսողներ։ Ինչ է պետք, եթե տանն եք կամ աշխատավայրում, պարզապես պետք է 1 գավաթ տաք սուրճ, մենք այն ունենք արդեն պատրաստված, մեզ մոտ մի քիչ դույլով սուրճ է, բայց ինչևէ, մենք շատ գոհ ենք, չենք դժգոհում այդ առիթով։ Սուրճ է պետք եւ իհարկե ամբողջությամբ ընկղվել ու լսել մեր ծրագիրը։ Եթե դրսում եք հատկապես խցանումների մեջ, առավելևս մոռացեք դրսի մասին եւ ուղակի փակեք ձեր աչքերը ու լսեք մեզ։ Իդեպ, քանի դեռ խոսեցիր խցանումների մասին, նաեւ հիշեցնենք, որ առաջիկայում կունենանք հենց այդ կարևոր տեղեկատվությունը, որը առավոտյան օրը պլանավորելիս ձեզ հաստատ պետք կգա ինչ է կատարվում քաղաքում, որ հատվածներն են խցանված, ինչ եղանակի, այս մասին նույնպես կտեղեկացնենք, բայց մի մոռացեք, որ մեզ նաեւ կարելի է դիտել մեր Facebook-յան էջում, կայքում armradio.am, ասեմ ավելին, Լուսինե արդեն ունենք մեկնաբանություն, մեր մշտական ռադիոլսող Էդիկ Բաբուջյանը հասրել է մեզ ծաղիկներ նվիրել։ Շնորհակալ ենք, ընդունված են ձեր ծաղիկները։ Շնորհակալ ենք եւ շնորհակալ ենք, որ եթերի հենց առաջին րոպեից, առաջին վայրկյաններից արդեն մեզ միանում են։ Այո, շնորհակալություն ենք հայտնում ձեզ, որ յուրաքանչյուր առավոտ ընտրում եք մեզ լսելը եւ դիտելը, եւ իհարկե առաջարկում ենք կապը պահել միասին, թե on-line հարթակի միջոցով, թե հեռախոսահամարի միջոցով, եւ փորձենք չկորցնել են կարևոր քարտեզը, որ մեզ կտանի ճիշտ ուղղություններով։ Համամիտ ես։ Միշտ։ Դե ինչ գնացինք։ Աստղերից կողանան քարտեզ, իմանամ քո տեղը, մոտենամ անունը դասես, իսկ երել են քո աչքերը, աստղերից կողանամ քարտեզ, իմանամ քո տեղը, մոտենամ անունը դասես, ինձ արել են քո աչքերը։ Կապրիզ դա քեզ դուր ակալիս, մեկ ինձ կողտում ես, բայց լույս ես տալիս, ֆակտ ամաչում ես, բայց ցույց ես տալիս, որ ինձ հավանում ես, լույս ես տալիս, կանվել ես մտքիս, ու դուր չես գալիս, անախ մեջ իմ սիրտը քո անունն ա տալիս, ու ես կմեռնեմ իմ գրկում քեզ գալիս, և գրկում է քարտեզը տալիս չեն տալիս։
Սուրճ ու սեր առավոտից։ Այո, սուրճ սեր առավոտից, քարտես ու ճանապարհներ, որ չխառնվես ու ամեն ինչ ճիշտ ընթանա, չէ՞։ Որպեսզի ամեն ինչ ճիշտ ընթանա, շնորհակալություն Կամի Ֆրանցին ցույց տալու համար, որ ցանկացած երգ անկախ ժանրից կարող է բոլորի համար վերափոխվել, բոլորի համար հասանելի եւ էլ ավելի սիրելի դառնալ։ Եվ եթերում հնչեցվող։ Այո, Այս բարագայում եւս, քանի որ քարտեզներից ու ճանապարհներից խոսք գնաց, ես այսօր առաջարկում եմ մենք մի քիչ շեղվենք մեր հերթականությունից եւ հասկանանք ինչ է կատարվում առհասարակ Երևանի փողոցներում, տեղեկացնենք, որ խցանումների բալային սանդղակը ընդամենը 6 է։ Սա խոսում է նրա մասին, որ դրսում արդեն ցուրտ է եւ մարդիկ չեն ուզում լքել իրենց տաքուկ անկողինները։ Այո, այդպես է, Սարալանջը ինչպես միշտ իջնող հատվածը մուգ կարմիր է։ Բոսորի, Բոսոր լավն էր, բոսոր շատ լավ հնչում է։ Միասնիկյան պողոտանի իջնող հատվածը եւս կարմիրով է, բայց ոչ բոսոր։ Այո, եւ այստեղ եթե գնում ենք եւ ուշադիր նայում ենք, ապա տեսնում ենք բոսոր կարմիրով էլի փոքրիկ նեղլիկ ճանապարհներ, սա խոսում է այն մասին, որ վարորդները որոշում են այսպես օրիգինալ գտնվել եւ գտնել նեղ այլ ճանապարհներ, որպեսզի չընկնեն խցանումների մեջ, բայց չեն ֆիքսել, որ իրենց նման խելացիները շատ են ու բոլորը փորձում են այդ նեղ ճանապարհով գնալ ու հետեւաբար այստեղ եւս խցանումներ են առաջանում։ Դե բնականաբար կենտրոնում կարմիր գծերը ավելի շատ են եւ հատկապես կարմիր գծերը շատ են կենտրոն իջնող ուղղությամբ, տարբեր ուղղություններով։ Ամենակարևորը հարգելի ռադիոլսողներ, հիշեք, որ ձեզնից է կախված խցանումների բալային սանդղակը, եթե դուք հարգեք մեկը մյուսին եւ կարողանաք այսպես զիջել հարգանքով եւ բնականաբար նաեւ իմանաք երթևեկության կանոնները, գիտես երթևեկության կանոնները։ Այդքան էլ լավ չգիտեմ, բայց ես վարորդ չեմ։ Հա, դե։ Այսինքն հետիոտնի տեսանկյունից ամեն ինչ գիտեմ, կարծում եմ օրինապահ եմ։ Հետևում եմ, այո, հետևում եմ, չեմ կարող իհարկե ստել ու չասել, որ երբեմն երբ մեքենա չկա փոքրիկ փողոցներում, միշտ չէ որ այո, միշտ չէ որ անցումով եմ ասում, այնեք այս Ալեք Մանուկյանի մեր նեղ հատվածում։ Ոչ միտեղ չասես այդ մասին։ Այո։ Այս մեր մեջ։ Մեր մեջ, այո, երբեմն լինում է, որ գում եմ մեքենա չկա, փոքրիկ խուլիգանություններ անում եմ, բայց ընդհանուր առմամբ բնականաբար կանոններին հետևում եմ։ Իդեպ Լուսինը պիտի խոստովանեմ, որ ռադիոլսողները նկատած կլինեն, որ իմ բախտը բերել է եւ ճանապարհային խցանումների մասին միշտ իմ գործընկերներն են ցեզ ասում եւ ես ամեն անգամ նայում եմ էկրանին եւ զարմանում, թե ինչպես են նրանք կարողանում այս խառը գծերից հասկանալ, թե որ փողոցում ինչ է կատարվում, որտեղ է կարմիր, որտեղ ոչ այնքան։ Դու գերագնահատում ես իմ տեսողությունը։ Դե դրա համար ես ուզում եմ շնորհակալություն հայտնել, որ միշտ իրազեկում եք դու, Սևակը, Տիգրանը, մեր ռադիոլսողներին, իմ հույսին չեք թողնում։ Դե մենք ընկերական աշխատանքը, փոխհարաբերությունները շատ կարևոր են, որ լինեն առողջ եւ մեկը մյուսին լրացնող, սա եւս շատ կարևոր է։ Նաեւ տեսողությունը միմյանց լրացնող։ Կորյունի փողոցը եւս կարմիր է, քո ասած բոսոր գույնով ներկված կարմիր տեսա, Սարալանջի փողոցը բոսոր է։ Փորձեք եթե հնարավոր է շրջանցել։ Այստեղ դա նույնիսկ ես տեսա։ Դա նույնիսկ դու տեսար, բայց այս մի փողոցը չեմ կարողանում, ահա գտանք։ Էլի Սարալանջի վերևի հատվածը բոսոր է, բոսոր գետեր են, այո, Միասնիկյանն է, բավականին խցանված, այո, եթե այսպես դիտարկենք մի խոսքով, ես ձեզ խորհուրդ կտամ, ձեզ նեղություն տակ մի քիչ շուտ դուրս գաք տանից։ Հավատացնում եմ ժամանակ եք շահելու եւ նյարդեր եք խնայելու, մենք այդպես ենք անում։ Շուտ ենք դուրս գալիս ենք այստեղ սրճում ենք, լավ ժամանակ ենք անցկացնում մեր գործընկերներից, փոխարենը չենք տառապում եւ չենք նյարդայնանում խցանումներից եւ եթե դուք կեսդ մի քիչ շուտ դուրս գաք, այս խցանումներն էլ շատ չեն լինի։ Իդեպ սիրելի Լուսինե, երեք մեր գործընկեր Մարլենան նշեց, որ այն ընթացքում երբ եթերներ, պիտի մեկնարկեր քաղաքապետարանում համապատասխան նիստ, որտեղ քննարկվելու են Երևանում օրակարգային հարցեր եւ դրանցից մեկը խցանումների խնդրի լուծման ճանապարհներ փնտրելն էր։ Գուցե այսօր մի փոքր անց երբ լրատվության ժամը լինի, մեր գործընկերները հայտնեն, թե արդյոք որևէ լուծում այս մասով գտնվել է թե ոչ, բայց կարծում եմ քո առաջարկած տարբերակը նույնպես կարող է լուծումներից մեկը լինել։ Ես ավելի վատ առաջարկ ունեմ։ Խլել մեքենաները։ Ոչ, այստեղ բոլոր վարորդներ մի քիչ մոտ ես, բայց ոչ մեքենաները։
բոլոր վարորդները գուցե ատեն ինձ այս պահին, ես առաջարկում եմ համատարած նոր քննություններ։ Հետաքրքիր է հնչում, Չես պատկերացնի, թե որքան վարորդներ դուրս կմնան։ Այո։ Իրականում քո առաջին առաջարկն էլ, երբ նշեցիր, որ շուտ դուրս գան ոմանք տնից, գուցե եթե օրինակ տարբեր աշխատավայրեր մի փոքր ճկեն աշխատանքային ժամերը, օրինակ ավելի վաղ սկսեն, բայց ավելի վաղ էլ ավարտեն, գուցե դա հնարավոր լինի որևէ կերպ դրանով կարգավորել։ Ես ու Տիգրան այլ տարբերակ ենք առաջարկել եթերում, ասում ենք լսող չկա։ Իրականում ինստիտուտներում եւ նույնը ուսանողները ուշ են գալիս։ Եկեք արդարության համար նշենք, որ ոչ ոք ժամանակին չի գալիս։ Հետևաբար առաջարկում ենք, որ ուսանողների դասերը սկսվեն ժամը 11-ին։ Կարծում եմ ամենաշատը այս գաղափարը հավանեցին հենց ուսանողները։ Չէ, մենք էլ հավանեցինք, որովհետև ուսանողները մի քիչ ուշ դուրս կգան, դպրոցականները մի քիչ շուտ, աշխատողները մեջտեղի հատվածում։ Հատկապես պետհամալսարանի ուսանողները եթե ուշ գան, ռադիո տան աշխատակիցները ավելի շատ կունենան կայանելու տեղեր եւ Արեգ Մանուկյան փողոցը կհասցնեն բռնացնել ժողովրդական լեզվով ասած ավելի թեթև։ Կոնկրետ լավ առաջարկ ունենք ձեզ համար։ Շուտ եք սարքել դպրոցները, հասկացանք, երեխաները շուտ գնացին։ Իդեպ դա ոչինչ չի փոխել, միևնույն է տրանսպորտի գերծանրաբեռնվածությունը խայտառակ մակարդակի է։ Դրանից հետո գնում են աշխատող դասակարգը, ժամը 11-ի համար էլ թիթիզ միթիզ սիրունացած կհասցնեն աղջիկները սիրունանալ, գնում են ուսանողները։ Էլի հետ գնալու ժամերն էլ որ այսպես։ Կարոտեցի իմ ուսանողության ամենասիրելի հատվածը Լուսինե, քո շնորհիվ հենց այդ թիթիզանալու եւ գեղեցկանալու process-ը։ Չէ, այն ժամանակ ավելի այսպես ուշադիր, ավելի երկար ժամանակ էի անցկացնում, այո, հիմա ամեն դեպքում տարիքի հետ քունը սկսում ես ավելի շատ գնահատել եւ մի փոքր։ Ով է խոսում տարիքից, դե ես լռեմ երևի։ Դու հոգով շատ ավելի երիտասարդ ես, քան մնացած բոլորը, բայց քանի որ անընդհատ ծանր ճանապարհներից խոսեցինք, ես թեթև ճանապարհներին անդրադառնամ եւ ասեմ, որ Երևանից դուրս իրականում Հայաստանի Հանրապետության բոլոր ավտոճանապարհները բացառությամբ դե արդեն գիտեք Կորեայի ձորի։ Այո, բաց են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, այդ թվում Ստեփանցմինդա Լարսն է ավտոճանապարհը բաց բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար միայն, ինչպես արդեն նշեցի, Կորեայի ձորի ճանապարհը շարունակում է փակ մնալ քարաթափման վտանգի հետ կապված, որովհետև այնտեղ հիմնանորոգման աշխատանքներ են։ Հարկելի աշխատանք կա իրականացնողներ, կասեք երբեք բացելու, թե չի ամեն օր հույսով բացում ենք։ Արդեն ցանկություն է առաջանում Կորեայի ձոր այցելելու, չէ։ Ես ասել եմ, այս ճանապարհը փակ է լինելու այնքան, մինչև որ մարզային մի ճանապարհ կար, որ ամբողջ ծմր փակվում էր, այդ ճանապարհը փակվի։ Իրար հերթով էլի, որ մենք ասելու բան ունենանք ըստ էության, եթե տեղափոխվենք եւ հասկանանք ինչ եղանակ է սպառնում մեզ, որովհետեւ արդեն չի սպասվում, այլ սպառնում է։ Իրականում շնորհակալությունը հայտնենք աշնանը, որ ուշ եկան ցրտերը։ Իդեպ Լուսինե, երեք մի շատ ծիծաղելի մեմ եմ տեսել այդ առումով համացանցում։ Ամերիկացի, եթե չեմ սխալվում, ամեն դեպքում անգլալեզու մի էջում եմ տեսել, մի երիտասարդ ասում էր. Արդյոք մեզ ինչ որ բան է, ինչ որ վատ բան է լինելու սրա դիմաց էս, որ այսքան երկար ամբողջ աշունը տակ եղավ, ինչ որ բան սպառնում է մեզ, սովորաբար այդպես է, չէ՞, թվում է թե ինչ որ լավ բանի դիմաց ոչ մի բան անվճար չի լինում։ Այս պարագայում իդեպ ասենք, որ Հանրապետության տարածքում այսօրվանից մինչև նոյեմբերի 29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Իդեպ Լուսադեմին, Արարատյան եւ Շիրակի դաշտում սպասվում է կարճատև մառախուղ, քամի էլ ունենք 2-ից 5 մետր վարկյան արագությամբ հարավ-արևմտյան է եւ այսպես նաեւ տեղեկացնենք, որ այսօր եւ վաղը ցերեկը աստիճանաբար օդի ջերմաստիճանը նվազելու է 2-ից 3 աստիճանով, այնուհետեւ էապես այն չի փոխվելու։ Եթե տեղափոխվում ենք մայրաքաղաք, ապա ասենք, որ սպասվում է կրկին առանց տեղումների եղանակ, մուտք գործենք մեր հեռախոսային հավելված, փորձենք հասկանալ ինչ եղանակ է այս պահին մայրաքաղաքում, մնում է ես գտնեմ այն։ Իմ հավելվածը ցույց է տալիս 5 աստիճան այս պահին։ Հիմա մենք մեզ մոտով էլ նայենք եւ 6։ Մի խոսքով տակ հագնվեք, մանավանդ որ գիտեք ամբողջ Հայաստանում վիրուսներ կան տարածված, մի մրսեք, հիշում եք, չէ՞, մեր թոքաբան հյուրը ասաց, որ մրսելով չեն հիվանդանում, մրսում են թուլանում են եւ վիրուս են վերցնում, այնպես որ մի մրսեք, որպեսզի չթուլանաք եւ վիրուսներ ձեռք չբերեք,
ու չտարապեք ու չտանջվեք, Ու չտարածեք։ Եվ հետագայում դրանք ինչպես ես 39.5 աստիճան մի քանի օր։ Դե ինչ, հիմա մենք հասցրել ենք քեզ եթերում 3 առողջություն մաղթել եւ կարծում ենք, որ դա է պատճառը, որ այսօր մի քիչ ի վիճակի եղար գալ եւ մեր ռադիո լսողներին բարի լույս իմ մաղթել։ գործընկերները գիտեն, ինչքան վատ պիտի լինեմ, որ եթերի չգամ։ Ամեն դեպքում ուրախ եմ, որ այսօր թեկուզ մի քիչ բայց ուժ ես գտել եւ եթերում միասին ենք ամերիկյան դոլարը։ Այո, խնդրեմ։ Այսօր շատ կտրուկ անցում կատարելով տարադրամին։ Ճշում է բարձրանում։ 381 դրամ եւ 6 լումայի է համարժեք, եվրոն 440 դրամ 37 լումա, ռուսական ռուբլին 4 եւ 8 է, 141 դրամ 13 լումա է վրացական լարին, բրիտանական ֆունտ ստերլինգը 499.63 եւ դիրհամը 103 դրամ եւ 9 լումա։ Ես այսօր կավելացնեմ, ես ու Տիգրանը պատահական սկզբունքով ինչ որ բաներ ենք ընտրում, ես այսօր կավելացնեմ հնդկական ռուփին, դե չէի կարող անտարբերացնել 4.2-ը։ Ահա, ես իդեպ այստեղ երբ ասացիր պատահական բաներ եք ընտրում, ես նայեցի եւ հասկացա, որ փաստորեն Հոնկոնգում կա դոլար։ Հոնկոնգի դոլար, դա այո, առանձին փաստորեն տարադրամ է, որին ես անկեղծ լինեմ, ծանոթ չէի։ Դե նորմալ է որ ծանոթ չենք, հիմա ամբողջ օրը պորտներս դրսերում չի կտրել։ Այդպես էլ է լինում, իսկ քանի որ տարադրամի փոխարժեքի մասին խոսեցինք, հիմա մուտք ենք գործում իհարկե Զվարթնոց միջազգային օդանավակայաններ եւ փորձում ենք հասկանալ ինչ իրավիճակ է ժամանման սանդղակում, ցուցակում, ասեմ որ ունենք 1 վաղաժամ, չէ 2 վաղաժամ վայրեջք ունենք, Դուբայի թռիչքներն են կրկից, նրանք միաժամանակ 10:25-ին թռել են, եւ վայրեջք են կատարելու մեր ժամանակով 9:57-ին, չէ 10:25-ին պիտի վայրեջք կատարեին, լավ չեմ էլի, 9:57-ին են կատարելու, սա տեղյակ պահենք ձեզ, որ եթե բարեկամներ հարազատներ ունեք, որ գալիս են հենց Դուբայի չվերթով, ապա նրանք 9:57-ին արդեն կլինեն Երևանում եւ եւս մեկ ուշացում արդեն ունենք Մոսկվայի չվերթը 13:40-ի փոխարեն վայրեջք է կատարելու 14:30-ին հարգելի ռադիոլսողներ սա էլ հաշվի առեք իսկ ովքեր փորձում են մեկնել տաք երկրներ կամ Եվրոպաները գրավելու ասենք որ ամեն ինչ ժամանակին է եւ բոլոր ինքնաթիռները ժամանակին կթռնեն կճվեն տաք երկրներ ժամանակին Եվրոպան իհարկե տաք չի առհասարակ տաք չէ առհասարակ տաք չի այնտեղ սառնամանիք է այո ես փաստում եմ եւ իդեպ ասեմ որ վերադառնալիս երբ ուշացումներ էր եւ ամեն ինչ խառնվել էր իրար օդանավակայանում մտածում եմ ասում եի տեսնես գործընկերներս հիմա առավոտյան եթերում ասում են որ ուշացումներ կան կամ ասում են որ ես ուշ եմ ժամանելու։ Դու շաբաթ կիրակի էիր գալիս, այնպես ոստեսություն։ Փաստեն ոչինչ էլ չէին ասում։ Չէ, հենց դա էր պատճառը։ Այ որ երկուշաբթի գայի, կիմանայի նախապես, չնայած 3 Տիգրանը ասաց, որ նույնիսկ եթե իմանում ենք, որ ուշացում է լինելու, միևնույն է, ուղևորը պիտի ժամանակին լինի օդանավական, ես դա օրինակ չգիտեի։ Պետք է ճշտել համենայն դեպս ավիաընկերությունից, փորձել հասկանալ իրենց կանոններն ինչպես են։ Սա շատ կարևոր է իսկապես, որպեսզի հանկարծ խնդիր չառաջանա։ Այնպես որ հարգելի ռադիոլսողներ, սրան եւս ուշադրություն դարձրեք։ Մենք առաջարկում ենք լսել եւս մեկ երաժշտական կատարում, հետո արդեն կշարունակենք։ Ինչ կարծիք ես։ Համաձայն եմ միշտ։ Ընտրել եմ այս երգը, գնացինք։
Լույսեր առավոտից։ Իննանցե 54 րոպե դուք լսում եք Հանրային ռադիոն Լուսինե Մուրադյանն ու Վեգա Անդրեասյանը շարունակում են փորձել անել ամեն ինչ, որպեսզի ձեր առավոտը սկսվի դրական եւ բարձր տրամադրությամբ։ Ձեզ եւս մեկ անգամ մաղթում ենք հաճելի օր, հարգելի ռադիոլսողներ, եւ սեզոնով պայմանավորված այն ժամանակահատվածն է, որ բոլորիդ պետք է մաղթենք միմիայն առողջություն, հարգելի ռադիոլսողներ։ Սա եւս շատ կարեւոր է։ Եկել է պահը, որպեսզի միասին շատ արագ թերթենք պատմության էջերը, մենք այնքան խոսեցինք, զավզակեցինք, որ գրեթե ժամանակ չի մնացել, ասենք ուղղակի, որ տարվա ավարտին մնում է 36 օր, հարգելի ռադիոլսողներ։ Վախենում եմ, երբ ասում եք այդ։ Իմիջիայլոց այսօր բազմաթիվ նյութերը աչքովս ընկավ, որ ցույց են տալիս, թե ոնց է վարքյանաչափը արագացել ժամանակի։ Այո, ես չգիտեմ գիտական փաստ է դա թե ոչ, դեռ կուսումնասիրեմ, հետո ավելի մանրակրկիտ այդ ամենը ձեզ կներկայացնեմ, բայց այդուհանդերձ ես դա էլ եմ զգում իրականում, թե որ աչքդ բացում ես, արթնանում ես, հետո միանգամից արդեն օրը ավարտվում է։ Խոսում է նրա մասին, որ ինչ որ առումով նաև կարող ենք ասել, որ վարքյանները արագացել են, ժամանակը արագացել է, դա փաստ է արդեն, բայց այդուհանդերձ սպասենք արդեն գիտական մեկնաբանությունների եւ հավելենք, որ հետաքրքիր իրադարձությունը երկու կա 1887 թվականի այսօրը Ալֆրեդ Նոբելն արտոնագրում է դինամիտը։ Օհո, իսկ 1945-ին Երևանում տեղի ունենում հաղթանակի կամրջի հանդիսավոր բացումը։ Ուրա, Վերջերս եւս մեկ նոր կամուրջ, չէ՞, այսինքն չասեմ նոր վերաբացվեց, եթե չեմ սխալվում, ես այդ օրը եթերի չէի, դրա համար չեմ լսել, հաստատ մեր գործընկերները պատմել են այդ մասին։ Ահա, եւ մնացյալը արդեն կպատմենք փոքրինչ անց, հարգելի ռադիոլսողներ, միայն հավելենք շատ կարեւոր մի բան, որ այսօր կանանց նկատմամբ բռնության վերացման համաշխարհային օրն է։ Այո, անպայման դեռ առավոտվա ընթացքում կանդրադառնանք նաև այս շատ կարևոր թեմային եւ կարևոր օրվան, բայց մինչ այդ գիտեք արդեն թե որ պահն է, ժամանակն է ողջունելու մեր գործընկերոջը եւ ծանոթանալու Մարլենա Հովսեփյան, բարի լույս Մարլենա։ Չքնախ եւ հիասքանչ տեսք ունես այսօր Մարլենա։ Դուք նույնպես շնորհակալություն։ Տրամադրությունը Մարտական, լրատվական եւ աշխատանքային։ Ինչպես է օրը սկսվել այսօր։ Լրատվական, ինչպես միշտ։ Մենք չեք հոգնում անդադար այդ լրատվության մեջ, վատ հարցեր էլի շատ։ Ես ամեն առավոտ, երբ արդեն գնալով արթնանալը ավելի դժվար է դառնում եղանակի սրտելուն զուգահեռ եւ գնալով ավելի մութ է, երբ աչքերս բացում եմ, ես միշտ ինձ հիշեցնում եմ, որ ռադիոլուրի մեր գործընկերները էլ ավելի վաղ են արթնանում եւ գալիս, ու միշտ մտածում եմ, ասում եմ, լավ, եթե այս ժամին է այսքան մութ, ապա ավելի վաղ ինչպես են կարողանում արթնանալ։ Ժամը քանիսից եք ռադիոյում, Մարլենա։ Այսօր ժամը 7-ից եմ ռադիոյում։ Խելացի մարդ, ցուցանուններից խուսափել է։ Ժամը 6-ին, բայց դա ունի առավելություն, որպես Երևանցի, Երևանն ամբողջությամբ գրեթե քոնն է։ Այո։ Դու գրեթե մենակ ես երթևեկում Երևանով եւ դա հաճելի է հատկապես երբ այդ ժամերին համընկնում է արևածագի հետ, դա ամենահաճելին է։ Հիմա իհարկե ճիշտ է, հիմա մութ է լինում եւ մութ կլինի դեռ մինչեւ փետրվար այն ժամին, երբ մենք աշխատանք ենք գալիս։ Այդպես էլ է լինում, բասակյանք է։ Կարող էր չմտնել, չէ, բայց այն երկրները, որտեղ մենք ունեն սիրով ենք անում մեր աշխատանքը եւ սիրով ենք ողջունում մեր ունկնդիրներին ամեն առավոտ։ Ամենակարևորը, որ հասնում եք այստեղ ու արդեն ջերմություն կա։ Մուտքից արդեն ջերմ է ամեն ինչ, չէ, սա շատ կարևոր է։ Այսօր կանանց նկատմամբ բռնության վերացման համաշխարհային օրն է։ Այս պարագայում կարող ենք ասել, որ մի քիչ իրավիճակ է փոխվել եւ կանայք, եթե տարիներ առաջ ենք նայում ու հիմա մի քիչ ավելի պաշտպանված են, իրենք են կարողանում իրենց պաշտպանել։ Ես կարծում եմ հիմա տեղեկատվության բաց լինելու տեսանկյունից տեղեկատվությունը ավելի բաց է եւ կանայք գուցե ավելի հաճախ են բարձրաձայնում իրենց նկատմամբ բռնության մասին եւ այո, ինչու՞ չէ, սերունդը փոխվել է եւ շատ հարցերում մոտեցումները նույնպես փոխվել են, կանանց իրավունքները արդեն ծնված օրվանից գուցե մի փոքր այլ են։ Այժմ գովազդներ եթերում, այնուհետև Մարլենա Հովսեփյանը կներկայացնի վերջին նորությունները։
Լուրեր հանրային ռադիոյի եթերում։ Խոսում է Երևանը, բարև ձեզ, հանրային ռադիոյի ուղիղ եթերում ռադիո լուրն է, ստուդիայում աշխատում է Մարլենա Հովսեփյանը։ Հայաստանը չի մասնակցի Բիշկեկում նոյեմբերի 27-ին կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին, լուրը նախորդին հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ Երևանը սակայն ըստ նրա դեմ չէ գագաթնաժողովում համաձայնեցված փաստաթղթերի ընդունմանը։ Վերջին տարիներին ՀԱՊԿ-ի հետ կազմակերպության անդամ Հայաստանի հարաբերությունները լարված են, հատկապես 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի հարձակումից հետո։ Չնայած Երևանի պահանջներին ՀԱՊԿ մինչև օրս չի դատապարտել դաշինքի անդամ պետության դեմ հարձակումը, չի արձանագրել, որ Ադրբեջանը Հայաստանից տարածքներ է օկուպացրել։ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը երեկ հյուրընկալել է ԵԱՀԿ խորհրդարանական վեաժողովի փոխնախագահ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Լուիզ Գրասայի գլխավորած պատվիրակությանը։ Զրուցակիցները անդրադարձել են մարդու իրավունքներին առնչվող մի շարք հարցերի, այդ թվում խտրականության, ատելության, խոսքի անհանդուրժողականության մթնոլորտի հաղթահարման կարևորության այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։ Մանասյանը հատուկ անդրադարձ է կատարել Ադրբեջանում կամայականորեն ազատությունից զրկված հայերի նկատմամբ իրականացվող գործընթացների մարդու իրավունքների տեսանկյունից խնդրահարույց լինելու հանգամանքին։ Երեկ Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում անցկացվող մշակութային և բնության համաշխարհային ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիայի անդամ պետությունների գլխավոր վեհաժողովի 25-րդ նստաշրջանի շրջանակում Հայաստանը առաջին անգամ ընտրվել է համաշխարհային ժառանգության կոմիտեի անդամ։ Արտգործնախարարությունը հայտնում է, որ ընտրությունների ազատ տեղերի համար նախատեսված փուլում Հայաստանը գրանցել է լավագույն արդյունքը ստանալով հնարավոր 161-ից 105 ձայն, ինչը վկայում է մշակութային ժառանգության պահպանման ոլորտում Հայաստանի նկատմամբ միջազգային հանրության բարձր վստահության մասին։ Արտգործնախարարությունը շեշտում է, ստանձնելով համաշխարհային ժառանգության կոմիտեում անդամակցությունը, Հայաստանը վերահաստատել է իր հանձնառությունը ուղղված մշակութային և բնական ժառանգության պաշտպանության, պահպանման ու վերականգնման, ինչպես նաև համաշխարհային ժառանգության կոնվենցիայի հիմնարար սկզբունքների առաջմղման գործում միջազգային ջանքերի խթանմանը։ Վրաստան աշխատանքային այցի ընթացքում տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը երեկ հանդիպել է Վրաստանի ենթակառուցվածքների նախարար Ռևազ Սոխաձեի հետ։ Քննարկվել են ճանապարհային ենթակառուցվածքների ջրային ոլորտում անելիքները, հյուսիս-հարավ ճանապարհի կառուցման աշխատանքների ընթացքը։ Վրացական կողմը հետաքրքրություն է ցուցաբերել ջրերի կառավարման ոլորտում հայկական փորձի նկատմամբ, առաջարկել է փորձի փոխանակում կատարել։ Քննարկվել են նաև ճանապարհաշինության ոլորտին, թունելների և կամուրջների շինարարության փորձառությանը վերաբերյալ մի շարք հարցեր։ Տեղեկացնենք նաև, որ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը կոնյակագործներին հայտնել է, որ 83 բեռնատար կարող է գեզի անցակետից գնալ Վերին Լարս։ Մնացած մեքենաների մասով լրացուցիչ կտեղեկացնենք, հիշեցնեմ, նախորդ ուրբաթ բաց ենք թողել 56 մեքենա, գրել է նախարարը։ Իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցել խորհրդակցություն, քննարկվել են առաջիկա տարիների հարկային քաղաքականությանն առնչվող հայեցակարգային հարցերը, մասնավորապես հարկային ոլորտի բարելավմանն ուղղված միջոցառումները, որոնք կնպաստեն հարկային քաղաքականության լավարկման և հարկային վարչարարության դյուրացմանը։ Ներկայացնենք նաև մի քանի կարևոր իրադարձություն միջազգային լրահոսից։ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն վաղը Փարիզում բանակցություններ կվարի իրանցի պաշտոնակցի հետ։ Կքննարկվեն երկկողմ և տարածաշրջանային խնդիրները, ինչպես նաև Իրանի միջուկային վիճահարույց ծրագիրը, հայտնել է Ֆրանսիայի արտգործնախարարությունը։ Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը հաստատել է Աբբաս Արաղչիի այցը Փարիզ։ Միացյալ Նահանգների և Իսրայելի աջակցությունը վայելող Գազայի մարդասիրական հիմնադրամը դադարեցնում է գործունեությունը մի քանի ամիս տևած քննադատություններից հետո։ Կազմակերպությունը, որը սնունդ էր բաժանում շրջանցելով ՄԱԿ-ը և վաղուց ստեղծված օգնության գործակալությունները, այս հայտարարությունը արել է հոկտեմբերի 10-ին Գազայում հրադադարի հաստատումից մի քանի շաբաթ անց։ Մայիսի վերջին հիմնադրամը սկսել էր պարենի բաշխումը Գազայի հատվածի կարիքավոր պաղեստինցիներին։ Բաշխման կետերի մեծ մասը, սակայն, գտնվում էին Գազայի հարավում, բնակչության հիմնական հատվածից հեռու։ Հարյուրավոր պաղեստինցիներ գնդակահարվել էին այդ կետերի մոտակայքում։
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն էլ հայտարարել է, որ համաձայնել է ապրիլին այցելել Պեկին Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ կայացած հեռախոսազրույցից հետո։ Նա Սի Ցզինպինին հրավիրել է հաջորդ տարվա վերջին պետական այց կատարել Միացյալ Նահանգներ։ Պաշտոնյաները քննարկել են մի շարք հարցեր, այդ թվում առևտուրը, Ռուսաստանի ռազմական գործողությունները Ուկրաինայում եւ Թայվանի հարցը։ Մեր հարաբերությունները Չինաստանի հետ չափազանց ամուր են, գրել է Թրամփը սոցիալական ցանցերում։ Օրվա լրահոսից այս եթերաժամի համար նախատեսել էինք այսքանը, ռադիո լուրը եթերում կլինի ժամը 11-ին, խոսափողի մոտ Մարլենա Հովսեփյաններ։ Սուրճ ու սեր առավոտից։ Արևից կիսապակ աչքերդ անտարբեր նայում են, թողնելով իմ սերը միայնակ։ Կամող շնչից կայլում են, իացնելով գալարվում են, քո մազերը իմ հոգին վարվում են, ետ նայիր խնդրում եմ, չէ որ քեզ սիրում եմ։ Ետ նայիր սերդ ես որ տարապում եմ, աշխարհի մացի, ես նրան սիրում եմ։ Արևից կիսապակ աչքերը անտարբեր նայում են, թողնելով իմ սերը միայնակ։ Կամող շնչից կայլում են, իացնելով գալարվում են, քո մազերը իմ հոգին վարվում են, ետ նայիր խնդրում եմ, չէ որ քեզ սիրում եմ։ Ետ նայիր սերդ ես որ տարապում եմ, աշխարհի մացիր, ես նրան սիրում եմ։ Ու ետ նայիր ու տես, որ քեզ սիրում եմ, ետ նայիր ու տես, որ առանց քեզ տանջում եմ, ետ նայիր ու տես, որ սիրտս տարապում է, ետ նայիր ու տես, որ ես քեզ շատ սիրում եմ, առանց մեր սիրո մտնել է ողջ աշխարհը, առանց մեր սիրո դատարկ է ճանապարհը, առանց մեր սիրո իմ կյանքը ավարտում է, ետ նայիր ու տես, որ ես քեզ սիրում եմ։ Իմ սիրով իշտը ինձ թվում է, որ ճիշտ է, կյանքը որ մենք ապրում ենք կվերի մեզ մի նոր օր, ու արդեն ամեն օր կտեսնենք իրար, կհամբուրվենք իրար է թողնելով աշխարհը, կտանենք ուղիղ դեպի սիրո ճանապարհը։ Ետ նայիր սերդ ես որ տարապում եմ, աշխարհի մացիր, ես նրան սիրում եմ։ Ետ նայիր ու տես, որ քեզ սիրում եմ, ետ նայիր ու տես, որ առանց քեզ տանջում եմ, ետ նայիր ու տես, որ սիրտս տարապում է, ետ նայիր ու տես, որ ես քեզ շատ սիրում եմ, առանց մեր սիրո մտնել է ողջ աշխարհը, առանց մեր սիրո դատարկ է ճանապարհը, առանց մեր սիրո ամեն ինչ ավարտում է, ետ նայիր ու տես, որ ես քեզ սիրում եմ։ Աշխարհը, առանց մեր սիրո դատարկ է ճանապարհը, առանց մեր սիրո ամեն ինչ ավարտում է, ետ նայիր ու տես, որ ես քեզ սիրում եմ, ետ նայիր ու տես, որ քեզ սիրում եմ, ետ նայիր ու տես, որ առանց քեզ տանջում եմ, ետ նայիր ու տես, որ սիրտս տարապում է, ետ նայիր ու տես, որ ես քեզ շատ սիրում եմ, առանց մեր սիրո մտնել է ողջ աշխարհը, առանց մեր սիրո դատարկ է ճանապարհը, առանց մեր սիրո ամեն ինչ ավարտում է, ետ նայիր ու տես, որ ես քեզ սիրում եմ, ետ նայիր
սիրում եմ, մեն ինչ ավարտում է Եվ նայիր ու տես, որ ես քեզ սիրում եմ Եվ նայիր ու տես, որ քեզ սիրում եմ Որ քեզ սիրում եմ Ես անջվում եմ Եվ նայիր ու տես, ավարտում է Եվ նայիր ու տես, ես շատ սիրում եմ Արդ մեզ սիրում եմ, մեն է ողջ աշխարհ Արդ մեզ սիրում եմ, արգի ճանապարհը Արդ մեզ սիրում եմ, մեն ինչ ավարտում է Եվ նայիր ու տես, որ ես քեզ սիրում եմ The station with the best music. Best music. I love the music. Best music. Այսպես ասում ենք բարի լույս եւս մեկ անգամ հուսանք մեզ հետ միասին երգում էիք Ետնայիր ու տես երգը հարգելի ռադիո լսողներ որովհետեւ այս երգը միշտ ակտուալ է այս երգը միշտ Սիրելի է, երկացնում է համաձայն ես, չէ՞։ Իհարկե համաձայն եմ եւ եթերից դուրս ես եւ Լուսինային խոսում ենք այն մասին, որ չնայած սա Հայկոյի Ալեխանդրո Սանսի երգի հայոֆիկացված տարբերակն է, մենք հենց Հայկոյի տարբերակը ել ավելի ենք սիրում, քան նույնիսկ օրիգինալը Սանսի կատարմամբ։ Եվ մենք հայտնաբերեցինք, որ ունենք ընդհանրություն, շատ սիրում ենք երկուսս էլ կոնկրետ այս երգը, այս տարբերակը։ Արմինե Հովսեփյանն այլ ընդհանրությունն է գտել մեր ռադիո լսողը, ասում է բարի լույս սիրելի գեղեցկուհիներ ջան, լսում եմ ձեզ եւ վայելում սուրճս եւ մի հետաքրքիր բացահայտում արեցի։ Դուք այնքան եք իրար լրացնում ձեր խոսքով, ծիծաղով, յուրաքանչյուրի գույնը մյուսի լրացում կարծես լինի, միշտ առողջ եղեք եւ ձեր դրականը մեզ փոխանցեք։ Շնորհակալ եմ։ Շատ հաճելի մեկնաբանության համար։ Այո։ Ունենք եւս մեկ մեկնաբանություն Իրմա Զոհրաբյան Աբրամյանը ասում է բարի լույս հայոց աշխարհ բարի լույս է մաղթում մեր բոլոր հայրենակիցներին իսկ Երևանում ժամը 10:13 րոպե ժամանակն է ծանոթանալու այո շարունակենք եւ շարունակենք թերթել օրացույցի էջերը քանի որ այսօր Հայաստանի պատմության մեջ կարևոր հետք թողած բազմաթիվ ծննդյան տարեդարձներ ունենք, բայց մինչ Հայաստան անցնելը, ասենք, որ ըստ տարեթվերի գնանք 1562 թվականի այսօրն է ծնվել իսպանացի դրամատուրգ եւ բանաստեղծ Լոպե դե Վեգան։ Հրաշալի ազգանուն է։ Այո, շատ լավ է հնչում, չէ։ Այո, եւ շարունակենք։ Անաստաս Միկոյանի ծննդյան օրն է այսօր, խորհրդային պետական գործիչը 1970, ներողություն եմ խնդրում, 1895 թվականի այսօրն է ծնվել։ Այո, նկարիչ Ռուբեն Շահվերդյանն է ծնվել 1900 թվականի այսօրը։ Իդեպ նկարիչներ Անատոլի Պապյանը եւ Վլադիմիր Աբրահամյանը նույնպես փայսորեն այսօրն են ծնվել, եթե չեմ սխալվում, եւս մեկ նկարիչ նկարիչ հիմա փորձենք գտնել։ Բայց այո, փաստորեն կարող ենք ասել, որ տաղանդավոր մարդիկ են ծնվում նոյեմբերի 25-ին, նկատի ունենանք։ 1919 թվականի այսօրն է ծնվել դերասանուհի եւ հաղորդավարուհի Հրաչուհի Ջինանյանը։ Այո։ Այո։ Շարունակենք թերթել, շարունակում ենք։ Սպորտի սիրահարների համար հատկապես իսպանական ֆուտբոլի Խավի Ալոնսոյի ծննդյան օրն է այսօր 1981-ի նոյեմբերի 25-ին է ծնվել ֆուտբոլիստը։ Խավի Ալոնսո, այո։ Էլի լավ է հնչում։ Ված չի հնչում, ինչու ոչ։ Եվ կարծես թե վերջ։ Այսօր նաև գուցե կան մարդիկ, որոնք Քրիստինա Էպգլեյթին են սիրում, ամերիկացի դերասանուհի, պարուհի նա հիմնականում կոմեդիկ կատակերգություններում է հանդես գալիս, գուցե այո, նրան լինեն հիշողներ եւ սիրողներ, այդ դեպքում ձեր սիրելու դերասանուհու օրը նույնպես այսօր է։ Եվ այստեղ մի կարևոր բան էլ կա, որ նկատել ես, որ կոնկրետ յուրաքանչյուր կատակերգության հիմքում դրամա է։ Այո, իրականում միշտ եւ Հոլիվուդի դեպքում ծիծաղում ես, վերջում մի բոլ լաց ես լինում, որովհետեւ հիմքը դրամա է ախր։ Այո։ Ասում ես մի բոլ կծիծաղի, շատ իրատեսական, իրական բոլորիս հետ տեղի ունեցող դեպքերին են անդրադառնում։ Իդեպ եթե չեմ սխալվում, այսօր տարօրինակ տոներ նույնպես աշխարհում կան, չէ՞։ Այո, եւ ինչու ասացի դա, որովհետեւ հաճախ կատակերգական դերեր կերտելն ավելի դժվար է, քան դրամատիկ դերերը եւ ամեն մեկին հասու չէ։ Եվ հումորը առհասարակ այնքան նուրբ արվեստ է ու ամենաբարդերից ես կարծում եմ, դե մենք խոսեցինք, որ այսօր կանանց նկատմամբ բռնության վերացման պայքարի միջազգային օրն է, հուսամ այս ժամանակի ընթացքում ընդհանրապես սրա կարիքը չի էլ լինի։ Յուրաքանչյուր մարդ պետք է կարողանա իրեն պաշտպանել անկախ սեռից։ Եվ հուսանք, որ կգա մի օր, ասացիր այս օրը նշելու կարիք չի լինի, հուսանք, որ կվերածվի կանանց դեմ բռնության վերացման
օրը, այսինքն Այո, երբ այո։ արդեն հասնենք դրան, որ այս երևույթը առհասարակ բռնությունը առհասարակ գոյություն չունենա, ինձ միշտ ոչ Դու միայն ցավ է վստահ ես, որ պատճառում։ այդպեսի բան կլինի։ Վստահ իհարկե չեմ, բայց Այո։ ինձ համար միշտ այնքան ցավալի է, որ 21-րդ դարում, երբ մարդիկ հասել են գիտակցության, կարծում եմ, բարձր մակարդակի, երբ այսքան տեխնոլոգիական, մտավոր առաջընթաց կա, մեր օրերում դեռ կա բռնություն, դեռ կան պատերազմներ։ Վայ, Վեգա ջան, դա ինձ մարդկային շատ բնավորությունը խառնվածքը չի Ցավով, փոխվում դրանից։ Միևնույն է ագահությունը գլուխ է բարձրանում, սա եւս շատ կարեւոր է եւ բազմաթիվ ֆիլմեր փաստում են դա, երբ դու տեսնում ես վարքագիծ ֆիլմերի միջոցով կողքից ու հասկանում ես, որ քո կյանքի ինչ որ մասնիկներ են։ Եվ դու հասկանում ես, որ դա այդպես է, երբ կարողանում ես կողքից տեսնել, իսկ ֆիլմերը այդ առումով լավագույն տարբերակներն են, որ քեզ հնարավորություն են տալիս շատ-շատ երևույթներ դիտել կողքից։ Իդեպ հատկապես երբ դիտում ենք ավելի երկար օրինակ սերիալներ, մեր դեպքում կանանց մասին, ոմանց դեպքում տղամարդկանց, երբ հերոսները վերցված են իրական կերպարներից, հաճախ փնտրում եւ գտնում ես նրանցում քեզ, ու ես հասկացել եմ, որ ինձ դուր չեն գալիս այն կերպարները, երբ ինչ որ կերպարի ասում եմ այդքան էլ չեմ սիրում, օրինակ Սեքսը մեծ քաղաքում սերիալի Քերի Բրեդշոուն, ես նրան միշտ տանել չեմ կարողացել, չնայած նա գլխավոր հերոսուհին է, միշտ չեմ սիրել, չէի սիրում նրա այդ տարօրինակ թուլությունները, միշտ նյարդայնանում է, եւ ես հասկացել եմ, որ այո, եւ ես հասկացել եմ, որ դա դրա պատճառն այն է, որ Քերին ներկայացնում է մեր բոլորի մեջ եղած առավել թույլ կողմը, այն հատկանիշները, որոնք յուրաքանչյուրս մեր մեջ Սամանտային, իմ ամենասիրելի կերպար, այո, Սամանտան։ Բայց կինը պետք է խենթ լինի, համաձայնեք, չէ՞, թե չէ անհետաքրքիր կլինի։ Այո, երբ կինը խենթ է, տղամարդը երբեք չի ձանձրանա, սա եւս շատ-շատ կարեւոր է։ Այո, մենք ամեն մեկս փորձում ենք գտնել մեզ ցանկացած կերպարում, իսկ դա շատ լավ է, երբ կարողանում ես ամեն ինչին նայել կողքից։ Իրականում հաճախ մենք էլ ենք մեղավոր լինում եւ լինում են դեպքեր, դրանք ոչ միշտ են այդպես լինում, եկեք ծայրահեղությունների չհասցնենք, բայց լինում են դեպքեր, երբ զոհը այնքան է մտնում այդ դերի մեջ, որ մշտական բնույթ է դառնում իր դրամա վիճակ, անընդհատ հոգեբանորեն մանիպուլյացիայի ենթարկում կողքի մարդկանց։ Վերջերս մի հոգեբանին էի լսում, ասում է պետք է ուշադրություն դարձնենք մարդու մոտ կոնկրետ այդ խնդիրները որտեղից են գալիս եւ արդյոք դա ուղղակի այս պահին ճնշել են նրան եւ խնդիր է եղել թե արդեն դա մշտական երևույթ է դարձել եւ նա արդեն այդպես մանիպուլացնում է մարդկանց։ Նույնիսկ երբեմն առանց գիտակցել էլ, չէ՞, մենք երբեմն սովորում ենք մեր կյանքի դերերին եւ նույնիսկ եթե դրանք բացասական դերեր են կամ բացասական իրավիճակներ են, այնքան սովորական է դառնում, որ մենք ենթագիտակցորեն փնտրում ենք դրանք անընդհատ ուրիշ իրավիճակներում, այո, վատ է եւ պետք է փորձել քեզ դուրս հանել այդ իրավիճակից, անկախ նրանից դու սիրել այն Քերի Բրեդշոուն ես թե իրական կյանքի վեգան օրինակ։ Իսկ բժիշկները հետաքրքիր մի անվանում ունեն նմանատիպ մարդկանց, հիստերիկ նևրոզ է կոչվում այն։ Այո, որովհետեւ նրանք այդպես ուզում են ուշադրություն գրավել եւ շոուներ են դարձնում, ինչից ուր հասանք, չէ՞։ Մի խոսքով մենք հուսանք, որ ընդհանրապես բռնություն չի լինի ու եկեք այդ բռնությունը սերով էլ չպայմանավորենք։ Ընդհանրապես մարդիկ մեկը մյուսին կհարգեն, միմյանց նկատմամբ բռնություն չեն կիրառի։ Սա շատ կարեւոր է։ Շարունակենք եւ ներկայացնում ենք շատ տարօրինակ տոներ։ Մենք շոկի մեջ ենք։ Իսկ ինչու են այս տոները ընդհանրապես ի հայտ եկել։ Ընդհանրապես փորձում ենք հասկանալ, այդպես էլ չենք հասկանում։ Օրինակ նահանգներում փաստորեն այսօր նշվում է ընկերոջ հետ ուտելու ազգային օրը։ Ես կարող եմ ենթադրել, թե այս տոնը որտեղից է գալիս։ Տես Երևանում միշտ խոսում ենք այն առավելության մասին, որը քաղաքը մեզ տալիս է, քաղաքը փոքր է եւ նույնիսկ եթե հիմա որոշենք, որ ուզում ենք կեսօրին լանչը, մեր ընդմիջումը կազմակերպել ընկերներից մեկի հետ, դա հեշտությամբ կարող ենք անել։ Գրում ենք կոֆե կենտրոն եւ բոլորը եւ բոլորը արձագանքում են։ Իսկ նահանգներում եւ առհասարակ մեծ քաղաքներում կարծում եմ դա շատ ավելի բարդ է կազմակերպել եւ վստահաբար շատ հազվադեպ են կարողանում նախապես այնպես պլանավորել, որ ժամանակ անցկасնել միմյանց հետ, գուցե նման տոները օգնում են գոնե առիթ ստեղծել եւ ավելի հաճախ հանդիպել։ Ենթադրում եմ սա կարող է պատճառ դառնալ նման տոն մտածելու։ Այստեղ քո սիրելի Նյու Յորքի հետ կա տարօրինակ չի, բայց տարհանման օր է, երևի թե վարժություններ են անելու, չգիտեմ, դա կարևոր տոն է։ Եթե շարունակենք, ապա ռեգբիի ազգային օրն է այսօր։
Գնումների հիշեցման օր, ինչի մոռանում եք գնումների Կարծում եմ մեր օրերում պետք է հիշեցնել գնումներ չանելու օր հայտարարել, Ապրես։ հաշվի առնելով հատկապես այն on-line հարցակումը բառի ամենաբուն իմաստով, որ վերջին շրջանում մեր հանդեպ Դու իրագործում են կախվածություն ունես on-line գնումների։ Չէի ասի թե կախվածություն ունեմ, բայց այն, որ այս on-line խանութները երբեմն խաղատան են վերածվում, on-line խաղատների նման են, միանշանակ փաստում եմ, որովհետև որքան էլ որ կախվածություն չունենես, երբեմն իսկապես այսպես ուղակի հարցակում է, կապ չունի թե սոցիալական որ ցանցից ես օգտվում, Ադրենալին։ ամեն պատուհանից բացում են այդ առաջարկները, զեղչերը, անկախ քեզնից մտնում ես այդ կայք եւ մեկ էլ զգում ես այ քեզ բան, ահագին ժամանակ է այնտեղ եմ, այնպես որ մեր օրերում կարծում եմ պետք չէ հիշեցնել գնումների մասին, ավելի լավ է հիշեցնել, որ գոնե մի օր չանեն գնումներ։ Ես շատ գոհ եմ ինձնից, շատ քիչ եմ գնումներ անում եւ կարողանում եմ դեռ կառավարել։ Իդեպ Լուսինե, այդպիսով դու բազմիցս խոսել ենք այդ մասին եթերով, այդպիսով դու ոչ միայն ինքդ քեզ ես օգնում եւ քո դրամապանակին, այլև էկոլոգիային, որովհետեւ նորաձևությունը հանդիսանում է ամենաշատ արտանետումներ թողնող ոլորտը եւ անընդհատ գնումներ անելով մենք վնասում ենք եւ մեր բաժինն ենք ունենում ավելի վատ էկոլոգիայի հարցում, այնպես որ գնումների հարցում քիչ գնելով, մի քիչ ժլատ լինենք։ Մի քիչ ժլատ լինենք, այդպիսով օգնենք թե սեփական դրամապանակին եւ թե էկոլոգիային։ Գուցե հիմա շատերը զարմանան ինչու եմ ես այդպես արձագանքում, բայց օրինակ չեմ հասկանում բրենդերին հազարապատիկ զրոներով ավել գումար վճարելը, անդադար դառնալ բրենդամոլ, այդ դա ինձ համար անհասկանալի է։ Ես որոշ ուսումնասիրությունների արդյունքում հասկացել եմ որոշ բրենդերի գնման արդյունքը, կան բրենդերի եւ հագուստի չասեմ, այլ աքսեսուարների որոշ տեսակներ, որոնք բիզնես ներդրում են նաեւ համարվում եւ հետագայում դրանք հնարավոր է վերավաճառել։ Օրինակ այդ Birkin պայուսակը, բայց եթե խոսում ենք ինչ-որ շապիկի մասին կամ հագուստի մասին, որը հետագայում չես կարողանալու ոչինչ անել, մասին ենք խոսում, տալ հազարավոր զրոներ հողաթափի համար։ Ես կիսում եմ քո զարմանքը այդ հարցում, այո։ Նման դեպքերում չեմ հասկանում։ Անհնար է հասկանալ, բայց հաջորդ տոնը ինձ տարավ էլի ֆիլմեր, ու էլի հոլիվուդյան ֆիլմեր, ասա ինչու, որովհետև երաժշտական ավտոմատ, որպես այդպեսին հանդիպել, որպես կանոն մեծամասամբ հոլիվուդյան ֆիլմերում եւ այսօր Միացյալ Նահանգներում նշում են երաժշտական ավտոմատի ազգային օրը։ Իրականում շատ կոլորիտային եւ հետաքրքիր սարք է դա։ Վեգա ջան, ուր ես գնում։ Ես, այո, սիրում եմ իմ մաթորով այսպես ճամփորդել ստուդիայում, դուք նույնպես կարող եք տեսնել դա, եթե մեզ նաեւ դիտեիք Facebook-յան մեր էջում եւ մեր կայքում radio.am Կարող ես քայլել մի քիչ, խնդիր չկա։ Հետևելու համար ճամփորդություններիս աթոռով։ Այսօր նաեւ ակտիվ լինելու օրն է նշվում, այնպես որ սա ինչը մեր դեպքում ամեն օր է։ Հուսանք սա նաև ֆիզիկական ակտիվության մասին է, այնպես որ մի մոռացեք անկախ ցրտից, չնայած այն հանգամանքին, որ կարծում եմ եղանակը ստիպում է, որ անկողնուց դուրս չգաս, միևնույն է մի մոռացեք ֆիզիկական ակտիվության մասին, սա վատ օր չէ։ Իսկ հիմա գնում ենք հաջորդը։ Այդա արի հասկանանք, դեմ արդեմ գոքնոցի հետ ազգային օր։ Կարծում եմ սա չելենջ է, մարտահրավեր է, որպեսզի այսօր ինքնուրույն պատրաստեք եւ ձեր Թե չէ մյուս օրերը ինքնուրույն չէինք պատրաստում, էլի։ Ինձ թվում է երկու խոհարար հագնում են գոքնոցները եւ այսպես չգիտեմ ինչ մտածեմ, բայց հաջորդը բավականին երևի թե սրա կարիքը կար, որովհետեւ մենք շատ ենք խոսում, որ ծնողները ամբողջովին կլանված են իրենց հոգսերով եւ երեխաների համար քիչ ժամանակ են առանձնացնում, հատկացնում հայրիկի հետ խաղալու ազգային օրն է Միացյալ Նահանգներում, երևի թե սա նրա համար է, որպեսզի ուշադրություն գրավեն կրկին երեխաների նկատմամբ, որովհետև նրանց առօրյա, այսպես ասած, բոլոր կարևոր բաները, որ գնում եք նրանց համար կամ թանկարժեք իրեր եք գնում, դա դեռ ուշադրություն չէ, նրանք կարիք ունեն հենց ձեր անձնական անմիջական ուշադրությանը, չէ՞։ Այո, իրականում այո, բնականաբար հասկանում ենք, որ ցավոք ժամանակներն էլ այնպիսին են, որ նույնիսկ մինիմալ պահանջները բավարարելու համար մեր երեխաների երբեմն ստիպված է լինում շատ աշխատել, բայց իսկապես կարևոր է, որքան էլ խառը լինի աշխատանքային գրաֆիկը, ժամանակ հատկացնել եւ առանձնացնել նաեւ մեր փոքրիկների հետ ժամանակ անցկացնելու համար եւ նաեւ շնորհակալ լինել այդ արդի, որովհետեւ թե նահանգներում է սկսվել Thanksgiving-ի գոհաբանության տոնի շաբաթը, թե Ավստրալիայում հենց այսօր է նշվում։ Ոչ միայն Ավստրալիայում, այլ Նորֆոլք կղզում եւս գոհաբանության օր է այսօր։ Իդեպ սա միակ տոնն է, որ արտերկրում կա, որին ես կարելի ասել նախանձում եմ, կարծում եմ սա շատ սիրուն սիմվոլիզմ ունեցող տոն է։ Իրականում այո,
գոհաբանությունը շատ կարևոր է մարդու ներաշխարհի համար, առողջ ներաշխարհի համար։ Մեկ-մեկ էլ եկեք մեր շուրջը նայենք եւ անպայման տեսնենք կարևոր մանրուքները, որովհետև շուրջը նայելու օր է այսօր։ Լավ, այսպես որ գնանք շատ կընթարցակվենք, ինչևէ ինձ թվում է ամենա հետաքրքիր ու զավեշտալի տարբերակները ներկայացրեցինք ձեր ուշադրությանը, հարգելի ռադիոլսողներ։ Շարունակեք մնալ մեզ հետ, որովհետև մենք աշխատում ենք հենց սիրով ձեզ համար եւ իհարկե փորձում ենք միմիայն լավ ջերմ տրամադրություն փոխանցել ձեզ։ Հիմա հասկանանք թե հաջորդ ռիթմերը որոնք են լինելու, որի միջոցով ուր են մեզ տանելու։ Այսօր մի քիչ դժվար ենք կողմնորոշվում երաժշտական տեսանկյունից, փորձում ենք հասկանալ ինչ ներկայացնենք ձեր ուշադրությանը։ Կարող է Ալեխանդրոս Սանզ լսենք։ Շատ խոսեցինք նրա մասին, լսենք։ Այո, լսենք։ Հուսամ ռիթմերով ակտիվ է։ La vida va y viene y que no se detiene y qué sé yo. Pero miénteme aunque sea, dime que algo queda entre nosotros dos, que en tu habitación nunca sale el sol, ni existe el tiempo ni el dolor. Llévame si quieres a perder a ningún destino sin ningún porqué. Ya lo sé, que corazón que no ve es corazón que no siente o corazón que te miente, amor. Pero sabes que en lo más profundo de mi alma sigue aquel dolor por creer en ti, que fue de la ilusión y de lo bello que es vivir. ¿Para qué me curaste cuando estaba herido? Si hoy me dejas de nuevo el corazón partido. ¿Y quién me va a entregar sus emociones? ¿Quién me va a pedir que nunca la abandone? ¿Quién me tapará esta noche si hace frío? ¿Quién me va a curar el corazón partido? ¿Quién llenará de primaveras este enero y bajará la luna para que juguemos? Dime si tú te vas, dime cariño mío. ¿Quién me va a curar el corazón partido? ¿Quién me va a entregar sus emociones? ¿Quién me va a pedir que nunca la abandone? ¿Quién me tapará esta noche si hace frío? ¿Quién me va a curar el corazón partido? ¿Quién llenará de primaveras este enero y bajará la luna para que juguemos? Dime si tú te vas, dime cariño mío. ¿Quién me va a curar el corazón partido? Corazón
Սուրճ ու սեր առավոտից։ Սուրճ սեր հաճելի լավ տրամադրություն վաղ առավոտից հարգելի ռադիոլսողներ, եթե նկատեցիք, մենք լսեցինք Ալեխանդրո Սանզի կատարմամբ հենց Ետնայր ուտեսի օրիգինալ տարբերակը, որ այդքան երկար ես ու վեգան խոսում էինք, որ միևնույն է մենք Հայկոյի տարբերակը ավելի ենք նախընտրում։ Եվս մեկ անգամ ողջունում ենք բոլորիդ, եվս մեկ անգամ մաղթում հաճելի տրամադրություն եւ այժմ ուշադրություն ենք հրավիրում բոլոր երաժշտասերներին եւ երաժշտության հետ առնչվող մարդկանց, որովհետեւ ունենք հետաքրքիր ու կարեւոր հյուրեր եւ կարեւոր տեղեկություն։ Այո, կրթությունը հայերենով պիտի հասանելի լինի բոլոր ոլորտերում, անկախ նրանից սովորում ենք հենց դասագրքային եւ դպրոցում անհրաժեշտ առարկաներ, թե երաժշտություն, արվեստի այլ ճյուղեր եւ այդ առումով կարեւոր իրադարձություն է տեղի ունեցել Հայաստանում լույս է տեսել նոր երաժշտական ուսումնամեթոդական ձեռնարկ։ Անսամբլային կատարողականության արվեստ ուսումնամեթոդային ձեռնարկը, որը պրոֆեսոր արվեստի պատմության գիտությունների տեխնացու Իրինա Կրասոտինայի հեղինակած ձեռնարկն է, թարգմանվել է հայերեն եւ եւ արդեն լույս է տեսել, եթե չեմ սխալվում։ Մանրամասները մեզ պատմելու են Primavera Foundation of Armenia մշակութային բարեգործական հիմնադրամի համահիմնադիր գործադիր տնօրեն Ելենա Յակովլևան։ Բարի լույս, доброе утро։ Доброе утро։ Եվ ձեռնարկի թարգմանիչ, երաժշտագետ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Նոնա Ոսկանյանը, բարի լույս։ Բարի լույս, դասախոս, ներողություն։ Ահա, բարի լույս, բարի գալուստ եւ իհարկե մեր հյուրին էլ մաղթում ենք բարի գալուստ Հայաստան։ Добро пожаловать в Армению։ Հուսանք ջերմությամբ կգնա եւ մեր հայկական ջերմությունը ամբողջությամբ կվայելի։ Ձեռնարկից երևի խոսենք նախ ինչպես հասկացանք, որ կարիքը կա, մենք ուսումնասիրեցինք եւ հասկացանք, որ փաստորեն երաժշտության ոլորտում այս ասպարեզում հայալեզու գրականությունը ձեռնարկները ավելի քիչ են։ Եթե ես եմ պատասխանում։ Այո, դուք եք պատասխանում։ Շատ լավ հարց է, իսկապես ես դեռ հիշում եմ իմ ուսանողական տարիներից, որ հիմնական երաժշտական գրականությունը ռուսերեն լեզվով էր։ Դե խորհրդային տարիներն էին, դա բնական էր, այո, եւ մասնավորաբար կամերային անսամբլի դասընթացը, որ կոնսերվատորիայի մասնագիտական կատարողական մասնագիտությունների համար կարևորագույն դասընթացներից մեկն է, իսկապես կարիք ուներ այսպիսի նմանօրինակ մի ձեռնարկի, որովհետև դժվարանում եմ ասել, թե արդյոք մենք հայերեն լեզվով միգուցե եղել են տարբեր առանձին հոդվածներ, առանձին ակնարկներ, բայց այսպիսի ինչ-որ հավաքական մեկ ժողովածուի տեսքով մասնագիտական ուսումնամեթոդական ձեռնարկ կարծում եմ դեռ չի եղել։ Եվ պետք է այս իմաստով իհարկե մեր երախտագիտությունը հայտնենք Primavera հիմնադրամին, որն արեց ամեն ինչ, որպեսզի Իրինա Կրասոտինայի այս հրաշալի գրքույկը թարգմանվի հայերեն եւ հասանելի լինի եւ մասնագետներին եւ երաժշտասերներին եւ ուսանողներին, իսկապես շատ օգտակար եւ հետաքրքիր գրքույկ է։ Ինչպես հանդիպեցիք, ինչպես տեղի ունեցավ սկիզբը եւ շատ կարճ թարգմանեցիք։ Это замечательно совершенно, что мы встретились, потому что Ирина Викторовна Красотина, которую мы пригласили, профессор Московской консерватории, которую мы пригласили вести в Армении, в Ереване школу камерного ансамбля, как постоянный проект, ежегодный. Он привлек внимание Ереванской консерватории. И профессор Гаевне Аванесян пришла к нам на занятия посмотреть, что же у нас происходит. Из этого знакомства, из этой встречи двух профессоров Ереванской государственной консерватории и Московской государственной консерватории родилась идея перевести вот эту книжку, это пособие, которое было издано в России, но в другой редакции, на армянский язык. И вы знаете, у этого пособия здесь есть то, чего нет даже в России. Дело в том, что к нему приложен список репертуара. Это то, чего не было даже на русском языке. Список репертуара не просто, а структурированный для педагогов по уровням подготовки музыкантов и составу ансамблей. Теперь можно не искать в интернете, можно открыть список и выбрать то, что подходит для ваших учеников.
Տիկին Ոսկանյանի խնդրենք թարգմանել։ Ես թարգմանեի։ Մենք ամբողջը հասկացանք, բայց պահանջ կա։ Ես կարճ թարգմանեմ, ուղղակի իմ կողմից մի ավելի կուզենայի ավելացնել, որ վարպետության դասընթացները առհասարակ երաժշտական աշխարհում շատ հայտնի են, բայց հիմնականում դրանք ավելի շատ վերաբերում են մասնագիտության մեկ դասընթացի, այսինքն մեկ մենակատար եւ վարպետ դասախոսը։ Այնպես որ Primavera հիմնադրամի կողմից առաջարկած կամերային անսամբլային այս նվագածության դասընթացը, կամերային անսամբլի վարպետության դասընթացը իսկապես բացառիկ է եղել եւ հենց այս առումով որ այդ դասընթացին մասնակցել է Երևանի Կոմիտասի անպետական կոնսերվատորիայի կամերային անսամբլի ամբիոնի պրոֆեսոր Գայանե Հովհաննիսյանը առիթ հանդիսացավ, որ նա ծանոթանա Իրինա Վիկտորովնա Կրասոտինայի հետ, ով վարում էր այդ դասընթացը, եւ այդ դասերից հետո դասերի ընթացքում միգուցե մասնագիտական այդ հանդիպման զրույցների արդյունքում առաջարկ եղավ, որ ուրեմն այս գրքույկը թարգմանվի հայերեն։ Եվ տիկին Ելենան նշեց, որ այն ինչ որ հիմա կա այս գրքում չկա նույնիսկ ռուսական հրատարակության մեջ, ես փորձեցի ցուցադրել QR կոդով այդ նշված այդ շատ հետաքրքիր է, որ թվային տեխնոլոգիաները գալիս են օգնելու եւ հարստացնելու մեր երաժշտական աշխարհը եւ այս QR կոդի շնորհիվ ուրեմն կարող ենք ունենալ ամբողջ նվագացանկը կամերային անսամբլի, սկսած հեշտից մինչեւ դա հեշտացնում է հատկապես դասախոսների գործը։ Եվ դասախոսներին եւ ուսանողներին ինչու՞ չէ, որպեսզի ընտրեն նվագացանք եւ երաժշտասերներին, առասարակի բոլոր երաժիշտների համար։ Հիմնականում որ հասակի համար է օգտագործվում դպրոցահասակ, կոնսերվատորիա, սա ավելի ուղղված է միջին մասնագիտական եւ հիմնականում բարձրագույն երաժշտական կրթություն ստացող մարդկանց եւ իհարկե նաեւ ինչու՞ չէ արդեն պրոֆեսիոնալ երաժիշտների կատարողների, որովհետեւ կուզենայի ավելացնել, որ կամերային անսամբլը, կամերային նվագածությունը ամբողջ աշխարհում այսօր շատ տարածված է։ Աղջիկս դաշնակահար է, ես դրա իմաստով եմ ասում, որովհետև շատ հաճախ եմ ես լսում իրենից, որ համերգները, որոնք հավաքում են տարբեր երաժիշտների 2-ից մինչև երևի 10 հոգի, այսպես կամերային անսամբլի սովորաբար ձևաչափը, շատ տարածված է աշխարհում եւ հսկայական գրականություն կա երաժշտական գրականություն կամերային անսամբլով նվագելու համար։ Բայց մեր լեզվով հասանելի չեն։ Չէ, նոտաները հասանելի են, նկատի ունեմ։ Չէ, ես նկատի ունեի երաժշտական գրականություն նոտաները, բայց այսպիսի ձեռնարկ կարծում եմ առաջին անգամ է Հայաստանում։ Մենք տեղեկացանք, որ փաստորեն անվճար բաժանվելու են համապատասխան կրթական հաստատություններին, հետաքրքիր է ինչ հաստատություններ են, ինչպես են ընտրվել եւ առհասարակ քանի օրինակով է գիրքը տպագրվել, ինչ հասանելիություն է ունենալու։ Спасибо за вопрос. Тираж 300 экземпляров. Камерный ансамбль — это все-таки высшее звено подготовки, это все-таки для уже старших, тех, кто учится профессионально, поэтому вопрос не в количестве, а в качестве. Действительно, на нашем сайте, на сайте фонда Primavera Foundation можно заполнить заявку, если вы педагог, если вы преподаете, если вы исполнитель в камерном ансамбле. Можно заполнить заявку, и мы пришлем вам книжку бесплатно. Более того, у нас есть достаточно обширная образовательная программа в регионах. Мы работаем в разных марзах. И мы, конечно, в этом и в следующем уже сезонах будем привозить эти книжки с собой. Հրաշալի է, որ չի մոռացվել մարզերի մասին։ Եթե համառոտ թարգմանեմ, ուրեմն տպականակը 300 օրինակ է եւ բաժանվելու է անվճար եւ տիկին Ելենան նշեց, որ Primavera հիմնադրամի կայքում կա համապատասխան հասցեն հղումը եւ ցանկացողները կարող են գրել իրենց եւ անվճար օրինակ ստանալ։ Եթե մասնագետ են։ Եթե մասնագետ են, այո, հետաքրքրված են այս կատարողական այս արվեստով եւ նաեւ ուրախալի է, որ իրենք տարբեր աշխատանքներ են տանում, նախագծեր են իրականացնում Հայաստանի տարբեր մարզերում, ինչը շատ ուրախալի է, շատ օգտակար է։ Մենք գիտենք, որ մարզերը ավելի հետ են ինչ-որ չափ։ Մենք Գյումրիում ունենք Երևանի Կոմիտասի անպետական կոնսերվատորիայի մասնաճյուղը, ունենք երաժշտական քոլեջներ Կապանում, Վանաձորում, Գյումրիում, շատ լավ տեղ կաք։ Ելենան արդեն кисով չափայ է, ինձ թվում է։ Այդպես մենք էլ զգացինք, արդեն որ այդպես է։ С 19-го года уже, наверное, можно так сказать. Я здесь довольно давно, да.
Իդեպ հենց Primavera-ի գործունեության մասին, ինչ ոլորտներում են հիմնականում հիմնադրամը գործում, ինչ առաջիկա պլաններ կան, գուցե էլի կան նախաձեռնություններ ուղղված երաժշտական ոլորտին կամ առհասարակ հայաստանյան արվեստին։ Мы специализируемся на классической музыке. Это то, в чем я работаю последние 7 лет. Я работала как продюсер, как артист-менеджер в американском агентстве артистическом, и мне очень повезло в жизни сотрудничать с большими звездами классической музыки. Поэтому это то, что я умею, это то, что мы делаем здесь. Поэтому, во-первых, мы сфокусированы на классической музыке и на педагогах, на музыкантах, которые работают в этой сфере. Во-вторых, из планов и из уже сделанных проектов, наверное, стоит поделиться, что в этом году на американском лейбле будут выпущены записи армянских музыкантов, которые были сделаны летом вместе с нашим партнером проекта, нашей филармонии залом Арно Бабаджаняна. Вот среди таких интересных проектов. Причем это не просто запись армянских музыкантов, это конкурс, и для ребят до 29 это бесплатно. Звукорежиссер лейбла, совладелец лейбла прилетает в Армению для того, чтобы сделать эти записи ежегодно. Каждая программа должна либо представлять Армению в мире, либо показывать связи между Арменией и другими связями, и с другими странами, языком музыки. Так что это конкурс, где я даже не в жюри профессиональные музыканты, которые одновременно оценивают и художественную, исполнительскую сторону вопроса, и концепт программы. Получается ли. Была Академия Василия Петренко год назад, всемирно известный дирижер Василий Эдуардович Петренко, который поддерживает очень наш фонд. Он прилетал в Армению не просто с концертами, то, что для него обычно. 52 концерта в год, а то и больше. Василий Эдуардович входит в топ-50 дирижеров мира своего поколения, а здесь он провел впервые образовательную академию, свою собственную дирижерскую, она сразу привлекла внимание из 15 стран мира. Вот просто сразу. Ինձ թվում է բոլորը հասկացան։ Ես կուզենայի որ դուք հարցնեիք թե ինչ ծրագրեր են իրականացրել, որովհետև իսկապես Primavera-ն աննախադեպ գործունեություն է ծավալել այս վերջին տարիների ընթացքում։ Այն փաստը որ միայն երիտասարդների համար կազմակերպվելու են մրցույթ եւ լավագույնները ձայնագրվելու են եւ առիթ են ունենալու ներկայանալ Միացյալ Նահանգներում եւ այնտեղից ինչպես Լիլենան նշեց ժամանում է հատուկ հնչյունային ռեժիսոր սա արդեն շատ ինքը ինքնին խոսուն փաստ է եւ կուզենայի որ հարցնեիք իրեն թե ինչ նախագծեր են իրականացրել որովհետեւ հայ երաժշտասեր հասարակայնությունը իսկապես շնորհակալ է Primavera-ին որովհետեւ բերել են շատ հայտնի ականավոր երաժիշտների Վասիլի Պետրենկոն մեկն էր դրանցից հարցրեցինք вот я просто предложила спросить у вас кого еще вы приглашали в Армению потому что эту деятельность которую вы затеяли. Вы знаете, мы приглашали в Армению Люку Дебарга, пианиста, уже дважды, и мы надеемся, что он вернется еще. Мы приглашали Дмитрия Маслеева, тоже пианиста, победителя конкурса Чайковского 15-го. Но нужно для себя и для нас, и для всех чувствовать, понимать и отдавать себе отчет в разнице между концертом и учебником. Потому что концерты события, которые выполняют супер важную роль. Это очень нужная деятельность, концерты вдохновляют. Любые фестивали нужны для того, чтобы приносить вот это вдохновление. Но реально эта работа, она ведется в другом. Իհարկե կարևորելով համերգները Լիլենան խնդրում է որ տարբերակել համերգները եւ դասագիրքը այս ուսումնամեթոդական ձեռնարկը որտեղ համերգը դա մեկ անգամյա կարծես թե երաժշտական վայելք է բայց ձեռնարկը մնալու է եւ ես գտնում եմ իսկապես շատ կարևոր է շատ անհրաժեշտ է այս ձեռնարկի կայացումը եւ կրկին ու կրկին շնորհակալություն բոլոր այն մարդկանց հովանավորին ով նպաստել է ձեռնարկի տպագրմանը միջոցներ է տրամադրել եւ կգտնեք ձեռնարկի մեջ էլ մեր Հայաստանի ժողովրդական արտիստ Կոմիտաս Լարային Քարյակի մեր Փարապանց Քարյակի առաջին ջութակար Էդվարդ Հադևոսյանի շատ բարձր գնահատականը Գանե Հովանեսյանի կարծիքն է այստեղ մեր Փայլուն ջութակահարուի Անուշ Նիկողոսյանն է գնահատել գրքույկը եւ իհարկե մեր Արամ Խաչատրյան հիանալի տրիոն Կարեն Շահգալցյան, Արմին Նեգրիգորյան եւ Կարեն Քոչարյան։ Իրականում միջազգային մասշտաբի արտիստների ելույթները ոչ միայն ոգեշնչում ու ոգևորում են, վստահաբար կարող ենք ասել, որ յուրաքանչյուր արտիստի համար, երբ
նա գնում է եւ վայելում է այդ համերգները, մեծ փորձառություն է վերցնում, եթե նա մի քիչ խելացի է, նա կարող է բավականին հմտություններ վերցնել, բացի ոգևորվելուց, իսկ ինչ վերաբերում է ձեռնարկին, ապա կարող ենք ուրախությամբ փաստել, որ թող սա լինի առաջիններից, բայց շարունակական, որովհետև եթե дիտարկում ենք, ապա հայալեզու դասագրքերը շատ քիչ են մեզ մոտ եւ շատ լավ կլիներ։ А это не последнее. Здесь даже просто можно сразу рассказать. Дело в том, что вот этой маленькой, но очень сложной книжке, вот она выглядит так скромно, но это 7 месяцев работы 4 профессионалов, которые положили много лет профессиональной жизни, чтобы вот это получилось, так, как оно получилось. Но сейчас у нас в работе еще одна книжка, которая более монументальная. Мы никогда бы не взялись за нее, если бы не наши любимые коллеги из консерватории Комитаса. Мы переводим на армянский язык. Один из 4-5, наверное, известных в мире. То есть этот труд знают все. Этот труд используют все. Кто может соглашаться, может не соглашаться, но человек знает, что этот метод существует. Это искусство скрипичной игры Карла Флеша. И здесь по нему учатся, но он издан на русском языке. Он никогда в истории Армении эта книга не была издана на армянском. И про это Նոնա ջան тоже много знает. Սա առաջինն է, բայց ոչ վերջինը իհարկե, որովհետև ամիջապես հիմա էլ տարվում են աշխատանքներ, սա էլ ասեմ, որ այս փոքրիկ գրքույկը թվում է համեստ է իր ծավալով, բայց 7 ամսվա աշխատանք է այստեղ դրված, եւ այս պահին գործընթացի մեջ է Կարլ Ֆլեշի ջութակի կատարողական արվեստը շատ կարեւոր այս ուսումնամեթոդական էլի մեթոդական այդպիսի հրաշալի աշխատություն է, չափերով շատ ավելի ծավալուն եւ այս իմաստով Primavera-ի օգնությանը Primavera-ին օգնում է Կարլսրուհեի երաժշտական ակադեմիայի պրոֆեսոր ջութակահար Արամ Բադալյանը, որը թարգմանել է այս գիրքը։ Ես սրբագրում եմ, խմբագրում է նաև մեր կոնսերվատորիայի պրոֆեսոր Արմեն Հարությունյանը, Արամ Ասադրյանն էլ է կարծես ջութակահարներ, որոնք իրենց գործի մասնագետն են։ Ես էլ սրբագրում եմ հայոց լեզվի տերմինոլոգիայի այսպես իմաստով բավական բարդ գործ է, որովհետև երաժիշտներս մենք սովորենք իտալերեն այս լատիներեն տերմիններին, եզրույթներին եւ շատ դժվար է փոխել միանգամից բերել հայերենի եւ օգտվելով առիթից ապագա այդ գրքույկի մեջ, չգիտեմ, ընտրել եմ հենց իտալերեն լատինատար գրել աձևը, որովհետև դա ավելի հասկանալի է, դա ավելի տերմինները նկատի ունեն։ Այո, տերմինները, որովհետև դա հասկանալի է, բոլոր ջութակարները ամբողջ աշխարհում կարծես թե նույն մասնագիտական այո, շատ կարևոր է նաև այդ հանգամանքը։ Սա իսկապես շատ բացառիկ է, որովհետև Կարլ Ֆլեշի այդ աշխատությունը երբևիցե հայերեն չի եղել։ Եվ երևի ամփոփելով, քանի որ Ելենը նշեց, որ եթե կան մասնագետներ, որոնք ցանկանում են իրենց ուսումնական process-ի համար գիրքը ձեռք բերել, երևի կայքի հասցեն, խնդրենք կամ ձեզ հետ կապի դուրս գալու ճանապարհներ նշենք, ինչպես կարող են ձեռք բերել գիրքը եւ օգտագործել իրենց ուսումնական process-ներում։ Просто написать в фонд можно через наши соцсети, Инстаграм, Фейсбук. Пожалуйста, связывайтесь через электронную почту. Мы всегда отвечаем, мы всегда очень внимательно все читаем. Мы очень надеемся, что книжки попадут в хорошие, добрые, правильные руки, в руки тех педагогов, кто действительно работает с ребятами. Пожалуйста, обращайтесь. Мы только начали. Դիմեն սոսոտ ցանցերի միջոցով կգտնեն Primavera-ի իհարկե համապատասխան կայքեջերը եւ հուսով է, որ գիրքը կընկնի իսկապես այն մարդկանց ձեռքը, ովքեր այս գրքույկի կարիքը զգում են։ Այո, բարի ընթացք ենք մաղթում, սկսել եք շատ լավ գործ եք արել եւ կարծես թե շարունակություն ունի իր հետ։ Շնորհակալություն ենք հայտնում ձեզ, որովհետեւ իսկապես շատ կարեւոր են հայերեն թարգմանությամբ դասագրքերը։ Այո, եւս այդուհանդերձ շնորհակալություն ենք հայտնում նաև ձեզ, որ նախաձեռնել եք այս կարևոր աշխատանքը եւ այսօր մեր թե ուսուցիչները եւ թե ինչու ոչ սովորողները հնարավորություն ունեն մայրենի լեզվով այդ ամենին ծանոթանալու։ Շնորհակալ ենք նաև, որ առավոտը մեզ հետ սկսեցիք, հիմա երևի Արնո Բաբաջանյան ենք ենթադրում եմ, չէ՞, լսելով, այո, այս ռադային տարբերակը եւ լուսանկարվենք այդ ընթացքում մեր հյուրերի հետ, հետո վերադառնանք ու եթերաժամի վերջին րոպեները, այո։ Մենք էլ շնորհակալություն հայտնենք ձեզ։ Խնդրենք սիրով հանրային ռադիոին, որովհետև իսկապես շնորհակալ ենք, որ արժանացանք ուշադրության
Եվ կա հնարավորություն ունեցանք ռադիոյի այս եթերա հաղորդման միջոցով տարածել հրաշալի այս գրքույկի մասին։ Շնորհակալություն Պրիմավերային եւ Ելենային։ Կարևոր եւ որակյալ գործերի համար Հանրային ռադիոյի դռները միշտ բաց են։ Տաղստված։ Գիշերը մութ է եւ անհուն է, գիշերը ցուրտ ու անձրևով, կանգնեց մեկի երջանկությունը, գետի բացվող կամուրջի մոտ, սիրո ճամփին այդ կամուրջները, պատնեշի պես են բարձրանում, կամուրջներ կարոտ սրտերը, ինչու եք բաժանում, բայց կժպտաս շուտով լույս այգը, կանցնի գիշերը այս ուրբոտ, անմար պահիր լույսիդ կրակը, քո դեմ բացվող կամուրջի Փարվի բախտի տանուրջը, նրա ճամփին միշտ կաղեր, և շատ անգամ թողած կամուրջը, մարդիկ անհույս դառնում են ետ, սիրո ճամփին այդ կամուրջները, պատնեշի պես է բարձրանում, կամուրջներ կարոտ սրտերը, ինչու եք բաժանում, բայց կժպտաս շուտով լույս այգը, կանցնի գիշերը այս ամպոտ, անմար պահիր լույսիդ կրակը, քո դեմ բացվող կամուրջի մոտ, Jumping night, կամուրջները, պատնեշի պես են բարձրանում, կամուրջներ կարոտ սրտերը, ինչու եք բաժանում, բայց կժպտաս շուտով լույս այգը, կանցնի գիշերը այս ամպոտ, անար պահիր ույսիդ կրակը, քո դեմ բացվող կամուրջի մոտ, քո դեմ բացվող կամուրջի մոտ, քո դեմ բացվող կամուրջի մոտ. Այո, միշտ կան երգեր, որ սիրով ես լսում ու կարող ես անդադար լսել։ Այսօր կարծես այդպես ստացվեց, ինչ որ երգեր էինք լսում, որոնք վաղուց չենք լսել, չէ՞։ Այո։ Դե ինչ հարգելի ռադիոլսողներ, ժամ ու կեսը բավականին արագ անցավ մեզ համար, ձեզ համար չգիտեմ ինչպես էր, բայց մենք շատ գոհ ու երջանիկ ենք այսօր։ Այո, իսկապես թռավ, ինչպես ասում են, ժամանակը արդեն 10:55, Երևանում 7 աստիճան է։ Հա, մի քիչ տաքացել։ Մի քիչ տաքացավ, այո, դեռ էլի մինչև 11-12 աստիճան կբարձրանա ջերմաստիճանը, ամեն դեպքում եթե պատահաբար դեռ տանից դուրս չեք եկել, մի մոռացեք տաք հագուստ վերցնել, եթե հանկարծ մեզ ավելի ուշ միացաք եւ եթերի առաջին հատվածը բաց եք թողել, բայց ուզում եք լրացնել, ապա մեր կայքում այն պահպանվում է, կարող եք գնալ, լսել, տեսնել մեզ նաեւ։
Եվ կարծես թե էլի մեկնաբանություններ ունենք, հա? Չէ, գիտես, այս մեկնաբանությունները ես չեմ ընթերցելու հարգելի Վեգա, որովհետև այստեղ կոնկրետ Լիան անունով օգտատերն է մեզ նամակներ գրում, հասկացանք մի անգամ ուղարկեցիք, ծիծաղեցինք, անցանք, բայց կարելի է ձեր բիզնեսի առաջխաղացումը մեր եթերի միջոցով չիրականացնել, որովհետև արդեն ծիծաղելի չի, արդեն զայրանալի է, հասկացանք գնում եք սովետական կարմիր գույնի թզբեղներ եւ չգիտեմ այլ ինչեր, գնեք որքան ուզում եք, բայց ոչ մեր եթերի միջոցով։ Շնորհակալություն։ Շնորհակալ ենք մեր բոլոր Սա արդեն որ եթերն է։ Շնորհակալ ենք մեր այն բոլոր ռադիոլսողներին, որոնք մեկնաբանությունների դաշտը օգտագործում են ճիշտ նշանակությամբ եւ բարի լույս են մաղթում մեզ, մեր մյուս ռադիոլսողներին թեմային են անդրադառնում, իսկ հանրային ռադիոյում մենք փորձում ենք միշտ խոսել առավոտյան դրական, օրվա ընթացքում կարևոր թեմաներից, ամեն ժամ ձեզ ապահովել լրատվությամբ, այնպես որ չնայած այն բանին, որ մենք հիմա ձեզ արդեն հրաժեշտ ենք տալու, դուք մնացեք հանրային ռադիոյի հետ։ Մնացեք հանրայինի հետ, կլինեք տեղեկացված եւ իհարկե բազմաթիվ տեղեկություններ գուցե 15 րոպեի ընթացքում ստանաք։ Այդքան տեղեկատվական է մեր ալիքը։ Այո։ Իսկ առավոտյան սուրճը եւ սերը ձեզ համար փորձեցին ապահովել Լուսինե Մուրադյանը եւ Վեգա Անդրեասյանը։ Իսկ մենք կեզրափակենք մեր եթերը։ Սիրված եւս մեկ երկով քո անունը սերը մնացեք հանրայինի հետ։ Երբ կհասնեմ քեզ, իմը հավերժ կդառնաս Դու մի գաղտնիք ես, բայց իմ երգով ես քեզ կգտնեմ հավատա